Արդեն երկրորդ օրն է Հնդկաստանի մայրաքաղաքը միջազգային հանրության հավաքատեղի է։ Ավելի քան 20 երկրների արտաքին գործերի նախարարներ եւ տասնյակ երկրների պատվիրակություններ հանդիպում են Նյու Դելիում, քննարկելու աշխարհի առջև ծառացած քաղաքական եւ տնտեսական մարտահրավերները։ Միջոցառմանը մասնակցում է նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Վրաստանի արտգործնախարարը ընտանեկան լուսանկար ֆոտոշարքի ժամանակ հնարավորություն է ունեցել շփվել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ խորհրդականի հետ։ Մակա Բոչորիշվիլին ելույթ է ունեցել մրցակցություն եւ համագործակցություն ապահով ապագայի պաշտպանություն պանելում եւ կենտրոնացել է Վրաստանի դերի եւ գործառույթի վրա։ Երկրի առաջին դիվանագետը խոսել է պատմական Մետաքսի ճանապարհի, Վրաստանի նշանակության եւ արևելք-արևմուտք կապակցման առումով երկրի ներուժի մասին։ Վատո Շաքարաշվիլին արձագանքում է միասնական չեզոք Վրաստանի հայտարարության հիման վրա սկսված հետաքննության շրջանակներում դրամական միջոցների առգրավման հարցին։ Շարժման առաջնորդի խոսքով բռնագրավված միջոցները խթանում էին հանցավոր գործողությունները։ Շաքարաշվիլին բացատրում է, որ այս մեղադրանքների ապացույցները հասանելի են հասարակության համար հրապարակային աղբյուրներում։ Նրա խոսքով շարժումը շարունակելու է համագործակցել քննչական մարմինների հետ եւ տրամադրել համապատասխան ապացույցներ։ Նանուկա Ժորժոլյանին դատախազությունից պահանջում է հիմնադրամի սառեցման մասին դատարանի որոշումը։ Այս պահանջով նա այսօր նամակ է թողել դատախազությունում։ Նա հերքում է ֆինանսական գործարքների ժամանակ թողարկված դրամական միջոցների նպատակային նշանակության մասին դատախազության տարածած տեղեկատվությունը։ Ինչ վերաբերում է հակագազերի ձեռքբերման մասին, ապա Նանուկայի հիմնադրամը նշում է, որ վերոնշյալ գույքագրումը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ հակագազերի օգտագործումը օրենքով արգելված չէր։ Վրացական քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է 5 հիմնադրամի բանկային հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ դատախազի հայտարարությունը։ Ընդդիմության մի մասը խոսում է հալածանքների եւ ռեպրեսիաների մասին, իսկ մյուս մասն էլ վրացական երազանքի եւ ազգային շարժման միջև հավասարի նշան է դնում։ Ըստ վրացական երազանքի այս հիմնադրամների նպատակը ոչ միայն բռնության խրախուսումն է, այլև պետության գործառույթի վերացումը։ Վրաստանի դատախազության տվյալներով հետաքննության շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել է այն իրավաբանական ու ֆիզիկական անձանց բանկային գործարքները, որոնց նկատմամբ հիմնավոր կասկած կա, որ նրանց նյութական աջակցություն են ցուցաբերում շարունակվող բողոքի ցույցերի հետ կապված տարբեր անօրինական եւ որոշ դեպքերում հանցավոր գործողությունների համար։ Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխություններ, պետքարտուղարության ազդեցությունը Վրաստանի վրա եւ ընդդիմության դերը այս գործընթացում։ Խորհրդարանի նիստում падգամավորները հիմնականում քաղաքական հայտարարությունների համար հատկացված ժամանակը տրամադրեցին այդ հարցերի քննարկմանը։ Ինչպես պնդում է իշխող թիմը, դեռ կան ուժեր, ովքեր փորձում են Վրաստանը ներքաշել քաոսի մեջ եւ այս անգամ նրանք ոտք են դնում եվրոպական մայրցամաք։ Ըստ իշխող թիմի արտաքին վերահսկվող եւ հիասթափված ընդդիմությունը շարունակում է վնասել երկրին եւ փորձում է զավթել իշխանությունը։ Падգամավորները ուշադրության են հրավիրել նաև Եվրախորհրդարանի եւ Չեխիայի սենատի բանաձևերի վրա, Եվրոպային մեղադրելով երկակի ստանդարտների մեջ։ Խորհրդարանը ամբիոնից վրացական երազանքի խորհրդարանի ամբիոնից վրացական երազանքի որոշ падգամավորներ անդրադարձան նաև թմրամիջոցների դեմ պայքարի բարեփոխումներին եւ խոսեցին նարկոլոգիական քաղաքականության խստացմանը զուգահեռ առողջ ապրելակերպի հանրահռչակման կարեւորության մասին։ Այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի օտարերկրյա գործակալների գրանցման մասին ակտի նախագիծը։ Նշված նախաձեռնությունը նման է ամերիկյան FARA-ին։ 16 էջանոց փաստաթղթի համաձայն օրենքի կատարման եւ վերահսկողության համար պատասխանատու կլինի հակակոռուպցիոն բյուրոն, որը պետք է 6 ամիսը մեկ անգամ զեկույց ներկայացնի խորհրդարան։ Ըստ օրինագծի օտարերկրյա ֆինանսավորում ստացող ֆիզիկական եւ իրավաբանական անձիկ պարտավոր են փաստաթղթեր ներկայացնել հակակոռուպցիոն բյուրո։ ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների գրանցման ակտի նման Վրաստանում օրենքի ցանկացած հոդվածի խախտումը պատժվում է մինչև 5000 լարի տուգանքով կամ մինչև 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ։ Նա ով կխուսափի գրանցումից կտուգանվի 10000 լարիով կամ սպառնում է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում։
Արդեն մի քանի օր է ազգային շարժումը քննադատում է նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Թեման Միխեիլ Սաակաշվիլին ներում շնորհելուց հրաժարվելը եւ միավորման գաղափարից հրաժարվելն է։ Քաղաքական գործիչները արձագանքում են այս քննադատությանը։ Ընդդիմության մի մասը չի ցանկանում խոսել ազգային շարժման հայտարարության մասին, թեև Սալոմե Զուրաբիշվիլին անվանում է երկրի գոյատևման վճռորոշ գործիք եւ ասում, որ համագործակցության համար դեռ տեղ կա։ Բացի այդ, ընդդիմության առաջնորդները կառավարությանը մեղադրում են Վրաստանի 5-րդ նախագահին եւ ընդդիմությանը վարկաբեկելու մեջ։ Վրաստանի նախագահը հանդիպել է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպանին։ Նախագահի նստավայրում կայացած ներածական հանդիպմանը քննարկվել է Վրաստան-Չինաստան ռազմավարական գործընկերությունը։ Զրույցը անդրադարձել է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային եւ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման հեռանկարներին։ Ուշադրություն է դարձվել Միչի Միչանսկի եւ Վրաստանի տարանցիկ դերի կարեւորությանը։ Հանդիպմանը քննարկվել է նաեւ տարածաշրջանի եւ միջազգային ասպարեզում առկա մարտահրավերները, ընդգծվել է կայունության եւ խաղաղության կարեւորությունը։ Թրամփի վարչակազմը դիտարկում է որպես պատերազմի ավարտի պոտենցիալ համաձայնագրի մաս Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հարցը։ Ամերիկյան կողմը չի բացառում դիմել ՄԱԿ-ին համապատասխան որոշում կայացնելու համար, սակայն որոշումը վերջնական չէ։ Ճիաթուրայի տեղական ինքնակառավարման մարմնի շենքի դիմաց շարունակվում է հանքափորների բողոքի ցույցը։ Բողոքի մասնակիցների պահանջները մնում են անփոփոխ։ Հանքափորները կրկին պահանջում են իրենց հասանելիք աշխատավարձերը, հետաքննել Ջորջյան մանգանեզ ընկերության կոռուպցիոն, այնուհետև ընկերությունը դուրս գալ Ճիաթուրայից եւ հանքարդյունահանման գործընթացը հանձնել պետությանը։ Թբիլիսիի թիվ 200 հանրային դպրոցը նշեց թափոնների վերամշակման միջազգային օրը։ Միջոցառման շրջանակներում տեղի ունեցել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց եւ տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես։ Միջոցառման նպատակն է բարձրացնել իրազեկությունը շրջակա միջավայրի աղտոտման դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության եւ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով առաջացած խնդիրների լուծման վերաբերյալ։